կյանքը կսկսի բարելավվել այս 3 կենդանակերպի նշանների համար 2026 թվականի ապրիլի 19-ից հետո։ 2026 թվականի ապրիլի 19-ից հետո աստղագուշակական ֆոնը փոխվում է ոչ միայն տրամադրության, այլև իր բնույթի առումով, եւ սա է ամբողջ իմաստը։ Այս ամսաթվին նախորդող օրերը լի են ուղղակի, տաք եւ կտրուկ ազդակով։ Խոյերի հետ երկնքում չափազանց շատ կրակ կա, եւ շատերը կարող են զգալ, որ կյանքն ինքնին պահանջում է անհապաղ որոշում, անհապաղ արձագանք, անհապաղ քայլ, բայց հետո ռիթմը փոխվում է։ Խոյ։ Խոյերի համար կյանքը սկսում է բարելավվել հենց ապրիլի 19-ից հետո, եւ պատճառը պարզ է, չափազանց շատ բան արդեն ապրել է մինչև վերջ։ Ապրիլի մեծ մասը կենտրոնացած էր անհատականության, հրատապության, բուժման, վճռականության եւ առաջ շարժվելու գործողության վրա։ Նույնիսկ լավ իրադարձությունները կարող էին չափազանց սուր զգացվել, քանի որ դրանք պահանջում էին 100% ներգրավվածություն։ Խոյերը ստիպված էին խոսել, գործել, ինքնահաստատվել եւ դիմակայել այն ամենին, ինչ այլևս չէր կարող հետաձգվել։ Դրանում ուժ կար, բայց գրեթե խաղաղություն չկար։ Անհնար էր հավերժ ապրել միայն ադրենալինի վրա եւ դա անվանել կայունություն։ Առյուծ։ Առյուծը ապրիլի 19-ից հետո հայտնվում է ամենաակնհայտ հաղթողների շարքում, քանի որ աստղագուշակական օրինաչափությունը սկսում է տեսանելիությամբ պարգևատրել ջանքերը։ Ամսվա առաջին մասը հավանաբար ապահովեց ոգեշնչում, գաղափարներ, ծրագրեր, համոզմունքներ եւ առատ ներքին կրակ, բայց այս ամենը կարող է մնալ ցրված։ Եվ առյուծի համար, որպես կրակի նշան, պարզապես բոցավառվելը բավարար չէ, նրանց անհրաժեշտ է վեկտոր, բեմ եւ արժանի նպատակ։ Երբ արևը մտնում է ցուլ, ուշադրությունը բնականաբար տեղափոխվում է հեղինակության, պարտականությունների, առաջադրանքների, կարգավիճակի եւ այն տեսակի նվաճումների վրա, որոնք տեսանելի են ոչ միայն անհատի, այլև արտաքին աշխարհի համար։ Այլ կերպ ասած, ապրիլի վերջը սկսում է պատասխանել այն հարցին, որը առյուծը վաղուց կրում է իր մեջ. երբ վերջապես կհայտնվեն շոշափելի արդյունքներ։ Այծեղջուր։ Այծեղջուրի համար կյանքը բարելավվում է ապրիլի 19-ից հետո, քանի որ երկինքն ինքնին նկատելիորեն տաքացնում եւ աշխուժացնում է նրանց ներքին մթնոլորտը։ Վերջերս այծեղջուրը կրում էր թաքնված բեռ։ Նույնիսկ եթե նրանք կարծես զսպում էին իրենց եւ գործում էին սովորականի պես, մշտական ուսումնասիրությունից, պատասխանատվությունից եւ հուզական ինքնագրաքննությունից հոգնածությունը կարող է ներքին կուտակվել։ Ապրիլի վաղ էներգիան հեշտությամբ բերեց տան, ընտանիքի, անձնական անվտանգության, մոտիկ պարտականությունների եւ այն լուր բեռի թեմաները, որը այծեղջուրը հաճախ առանց ավելորդ խոսքերի կրում է իր ուսերին։ Այնուհետև գալիս է ցուլի սեզոնը, որը ուշադրությունը տեղափոխում է բոլորովին այլ տարածքի՝ լի ուրախությամբ, ստեղծագործականությամբ, քնքշությամբ, ռոմանտիկայով, հաճույքով եւ այն ամենով, ինչը ջանքերը իմաստալից է դարձնում։ Այն նշանի համար, որը կարող է այնքան կենտրոնացած լինել պարտականության վրա, որ հաճույքին կասկածանքով է վերաբերվում, սա փոքր բան չէ, այն գրեթե բուժիչ է։ Ամփոփում եւ վերջնական մտքեր։ 2026 թվականի ապրիլի 19-ից հետո աստղագուշակությունը դադարում է լինել պատմություն գերտաքացած պահից գոյատևելու մասին եւ դառնում է պատմություն այն մասին, թե ինչպես ճիշտ կառավարել ձեռք բերված իմպուլսը։ Արեգակի անցումը ցուլի մեջ փոխում է երկնքի տոնը։ Աճը դառնում է ավելի կայուն, որոշումները դառնում են ավելի գործնական, եւ այնինչ հիմա ծնվում է, ավելի հեշտ է պահպանել եւ զարգացնել։ Հենց դա է պատճառը, որ խոյը, առյուծը եւ այծեղջուրը հատկապես աչքի են ընկնում հիմա։ Խոյը սովորում է քաջությունը վերածել իրական արժեքի եւ ինքնահարգանքի։ Առյուծը սկսում է տեսնել, թե ինչպես է ջանքերը բերում ճանաչում, կառուցվածք եւ ուղղություն։ Այծեղջուրը ստանում է եղանակի ամենանուրբ եւ թերևս ամենաբարեհաճ հրավերը՝ ներառել ուրախությունը, քնքշությունը եւ հաճույքը ծրագրում, այլ ոչ թե դրանք մղել երկրորդ պլան։ Սա հեքիաթային ավարտի խոստում չէ։ Աստղագուշակությունը հազվադեպ է գործում որպես փայլուն հրավառություն, որը անմիջապես լուծում է բոլոր երկրային խնդիրները։ Բայց այն շատ լավ կարող է բացահայտել ճանապարհի այն հատվածը, որտեղ կյանքը դառնում է ավելի կառավարելի, ավելի լիարժեք եւ ավելի աջակցող։ Աղմուկը մարում է, ազդանշանը դառնում է ավելի պարզ։ Ցրված էներգիան գտնում է իր տունը։
Եթե վերջերս կյանքը չափազանց աղմկոտ, պահանջկոտ կամ դրամատիկ է եղել, այս փոփոխությունը կարող է ժամանակի ընթացքում վերականգնել վստահությունը։ Ավելի լավ օրերը միշտ չէ, որ գալիս են շուքով։ Երբեմն դրանք գալիս են անաղմուկ, առօրյայի, նորությունների, ջերմ հարաբերությունների, ճիշտ զրույցների եւ հանկարծակի գիտակցման միջոցով, որ ամենադժվար մասն արդեն անցյալում է։ Այս 3 նշանների համար հենց այս գիտակցումը կարող է տեղի ունենալ ապրիլի 19-ից, ըստ ժամանակացույցի։